Միացյալ Նահանգներն ավելի քան 230 տարի անց դադարեցնում է 1 ցենտի կամ փենի մետաղադրամների թողարկումը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ որոշման պատճառն այն է, որ այս մետաղադրամն այսօր այլևս գործնականում չի կիրառվում, իսկ դրա հատումը թանկ է նստում հարկատուների վրա։ Երբ առաջին անգամ 1793 թվականին այն սկսեց թողարկվել, 1 ցենտով հնարավոր էր գնել թխվածքաբլիթ, մոմ կամ քաղցրավենիք։ Մինչդեռ հիմա փենին այնքան փոքր դրամական միավոր է, որ գործնականում գրեթե չի կիրառվում։ Փոխարենը դրանցից յուրաքանչյուրի հատումն արժենում է 4 ցենտ։ 1909 թվականից ի վեր Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնի դիմանկարը զարդարել է ցինկից եւ պղնձից պատրաստված մետաղադրամի դիմերեսը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարին հայտարարել է, որ հրամայել է ֆինանսների նախարարությանը դադարեցնել այն, ինչ նա անվանել է փենիների անօգուտ հատում, ինչը ստիպել է բենզալացակայաններին, արագ սննդի ցանցերին եւ խոշոր խանութներին ճշգրտել գները եւ կլորացնել կանխիկ գործարքները։ Միացյալ Նահանգների գանձապետարանի գանձապետ Բրենդոն Բիչը, որը սեղմել է վերջին փենին թողարկելու կոճակը, հայտարարել է, որ այս որոշման արդյունքում իրենք կխնայեն $56 միլիոն։ Փենիները կմնան օրինական վճարամիջոց, դրանցից մոտավորապես 300 միլիարդը շրջանառության մեջ կլինի, շատ ավելի, քան առևտրի համար անհրաժեշտ քանակը, սակայն նոր փենիներ այլևս չեն թողարկվի, ասել են ֆինանսների նախարարությունից։ Միացյալ Նահանգները միանում է այն երկրներին, այդ թվում Կանադային, Ավստրալիային, Իռլանդիային եւ Նոր Զելանդիային, որոնք աստիճանաբար հրաժարվում են իրենց ամենացածր արժեքի մետաղադրամներից, կլորացնելով կանխիկ գործարքները մինչև մոտակա 5 ցենտը, միաժամանակ պահպանելով էլեկտրոնային վճարումների ճշգրտությունը։ Համաշխարհային իրարանցում առաջացրած հայտնի լաբուբու տիկնիկները շուտով կհայտնվեն կինոէկրաններին։ Sony Pictures-ը պայմանագիր է կնքել ատամնավոր հրեշների մասին ֆիլմ ստեղծելու համար։ Ֆիլմը գտնվում է մշակման վաղ փուլում եւ դեռևս որոշված չէ, այն կլինի խաղարկային թե անիմացիոն։ Չինական փոփ մարտի կողմից վաճառվող լաբուբուն այս տարի դարձավ իսկական ֆենոմեն։ Լաբուբուներ վաճառել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ռիհանան եւ հարավկորեական Blackpink խմբի երգչուհի Լիզան։ Գնորդները ժամեր շարունակ հերթ են կանգնում տիկնիկները գնելու համար, այսպես կոչված կույր տուփերում, որոնք ճշգրիտ մոդելը գաղտնի են պահում մինչև արկղերի բացումը։ Ամերիկյան բնագիտական թանգարանը բացել է ազդեցություն դինոզավրերի դարաշրջանի ավարտը խորագրով նոր ցուցահանդես, որը ներկայացնում է, թե ինչպես 66 միլիոն տարի առաջ տեղի ունեցած հսկայական աստղակերպի բախումը ոչնչացրել է երկրի վրա կյանքի մեծ մասը եւ հիմք դրել կաթնասուների եւ մեծ հաշվով մարդկանց վերելքի համար։ Ցուցահանդեսում ներկայացված են բրածո ապացույցներ, կենդանի չափսերի մոդելներ եւ այլ ցուցադրություններ, ուսումնասիրելու այն, ինչը թանգարանի աշխատակից Ռոջեր Բենսոնն անվանում է վերջին կես միլիարդ տարվա ամենավատ օրը։ Նրա խոսքով Էվերեստ լեռան չափսի աստերոիդը ընդմիշտ փոխել է կյանքը երկրի վրա, ոչնչացնելով օվկիանոսում ապրող դինոզավրերին եւ հսկա սողուններին, նաեւ երկրի վրա տեսակների 75%-ին։ Ցուցահանդեսում ներկայացված են նախապատմական կյանքի ցնցող էակներ ու դրվագներ վերակառուցված տարբերակով, այդ թվում տրիցերատոպս, մոզազավր, որը հարձակվում է պլեզիոզավրի վրա, նաեւ ինտերակտիվ ինստալացիաներ, որոնք թույլ են տալիս թանգարանի այցելուներին ուսումնասիրել ոչնչացումը եւ վերականգնումը, շոշափելի բրածոների եւ թվային պատկերների միջոցով։ Բենսոնն ասել է, որ ցուցահանդեսը նաեւ ներկայացնում է աղետին հաջորդած ստեղծագործական ուժը։ Նրա խոսքով դրան հաջորդել է խմբերի եւ էկոհամակարգերի արագ էվոլյուցիոն դիվերսիֆիկացիան, առանց որի աշխարհը, ինչպես մենք այն գիտենք, պարզապես գոյություն չէր ունենա այս տեսքով։ Եվ հավանաբար մեր տեսակը մարդիկ երբեք էվոլյուցիայի չէին ենթարկվի։ Դինոզավրերը շարունակում են գրավել երևակայությունը, քանի որ նրանք գերհիանալի են, եւ ես կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նրանք տարբերվում են այսօր տեսած ամեն ինչից, նրանք ոգեշնչում են մեզ։ Դինոզավրերը մեզ ասում են, որ աշխարհը փոփոխվող մոլորակ է, փոխվում է նաեւ կենսաբազմազանությունը։ Նրանք մեզ պատմում են այն մասին, թե ինչպես կարող են էկոհամակարգերը տարբեր լինել այսօրվանից։ Նրանք իրական կենդանիներ են, առասպելական արարածներ չեն, ինչպիսիք են վիշապները կամ հրեշները։ Թանգարանի այցելուները կհետևեն, թե ինչպես է կյանքը վերականգնվել, սկսած պտերներից եւ փոքր կաթնասուներից մինչեւ հսկայական խոնավանդարներ եւ հսկա կաթնասուներ։ Շվեյցարիայի Քրիստի աճուրդում վաճառվել է գրեթե 10 կարատ քաշով կապույտ ադամանտ $25.6 միլիոն։
Տանձաձև Մելոն Բլյուն կամ Մելոն կապույտն անվանակոչվել է ամերիկացի բարերար Ռեյչել Մելոնի անունով։ Մի քանի տասնամյակ քարը մնացել է Մելոնի անձնական հավաքածուում։ 103 տարեկան հասակում նրա մահվանից հետո 2014 թվականին ադամանդը վաճառվել է $32.6 միլիոն։ Սա գունավոր ադամանդի համար աճուրդում վաճառքի ամենաբարձր գներից մեկն է։ Նոր սեփականատերը վերափոխել է քարը, ինչը հանգեցրել է քաշի փոքր կորստի 9.75 հարյուրորդականից մինչև 9.51 հարյուրորդական կարատ, սակայն բարելավել է դրա մաքրությունը։ Այն կախազարդից վերածվել է մատանու։ Մելոն Բլյուն ունի անսովոր վառ կապույտ երանգ, ինչը նրան եզակի նմուշ է դարձնում։ Նյու Յորքի Սոթբի աճուրդի տունը մեծ վաճառքի է հանում Մաուրիցիո Քաթելանի 18 կարատանոց ոսկե զուգարանակոնքը Ամերիկա վերնագրով։ Սկզբնական արժեքը կապված է ոսկու տատանվող գնի հետ, հիմնվելով մոտավորապես 101.2 կիլոգրամ ոսկու քաշի վրա, որը գնահատվում է մոտ $10 միլիոն։ Սա ոչ ավանդական քայլ է։ Այն ուղղակիորեն կապված է աշխատանքի հումքի արժեքի հետ։ Սա իսկապես խոսում է Քաթելանի սեփական հետաքրքրության մասին, որը ցանկանում է ցույց տալ ապրանքային արժեքի եւ գեղարվեստական արժեքի միջև տարբերությունը։ Այսինքն Քաթելանն իր կարիերայի ամբողջ ընթացքում ընդլայնել է սահմանները։ Սա է նրան մեծ արվեստագետ դարձնող գործոններից մեկը։ Նա կարողանում է իսկապես ստիպել մարդկանց մտածել եւ ստեղծում է առարկաներ, որոնք արվեստի աշխարհի սահմաններից դուրս են գալիս եւ մտնում իրական աշխարհ։ Ամերիկան հայտնիություն է ձեռք բերել որպես լիարժեք ֆունկցիոնալ արվեստի գործ եւ հայտնիության ու արժեքի մասին հումոր։ Այն ցուցադրվել է Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում 2016-ից 17 թվականներին եւ կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ 2019 թվականին այն գողացել են Մեծ Բրիտանիայի Բլենհայմի պալատից եւ այլևս չեն վերադարձրել։ Նյու Յորքի Սոթբի աճուրդում ներկայացված է ոսկե զուգարանակոնքի միակ պահպանված տարբերակը։ Մեծ վաճառքից առաջ ոսկե զուգարանակոնքը ցուցադրվել է Սոթբիի նոր գլխավոր գրասենյակում։ Այցելուները կարող են միայն տեսնել այն, սակայն օգտագործել բնականաբար չեն կարող։ Արգելված է նաև ջուրը քաշել, չնայած հնարավոր է։ Գերմանիայի Քյոլն քաղաքում մեկնարկել է կարնավալային սեզոնը։ Հոյմարկ թրապարակում այսպես կոչված 5-րդ սեզոնի մեկնարկի հետ հաշվարկը վարել է նորանշանակ սոցիալ-դեմոկրատ քաղաքապետ Թորստեն Բուրմերստերը։ Դեմից նա ղեկավարել է ավանդական Քյոլն Ալաֆ երգը, որը ենթադրաբար նշանակում է Քյոլնը տիրում է։ Կարնավալի մասնակիցները վստահեցնում են, որ հարկավոր է այդտեղ լինել տոնի ոգին ամբողջությամբ զգալու համար, եւ այդ դեպքում երբեք չեք ցանկանա հեռանալ այդ վայրից։ Ես սիրում եմ կարնավալը, որովհետև սերը տարածվում է այստեղ։ Կարնավալի ժամանակ բոլորը սիրում են միմյանց։ Կարնավալում բոլորը միասին են։ Կարնավալում բոլորը խոսում են նույն լեզվով։ Այս տարի կարնավալի սեզոնի մեկնարկը համընկել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի 70-ամյակի հետ, եւ կարնավալի եղբայրական ոգին տարածվել է Հոյմարկտից մինչև կանցլերական գրասենյակ։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։